Եթե Պողոս Առաքյալը այսօր գրեր եկեղեցուն։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ Պողոս Առաքյալը ապրում է մեր օրերում եւ այս օրերում գրում է իր նամակները մեր եկեղեցիներին։ Գուցե գրեր, երբ դուք հավաքվում եք, ոչ թե բարին եք անում, այլ հակառակը։ Կամ գուցե հիշեցներ, ձեր մոտ բաժանումներ կան։ Մեկն ասում է ես Պողոսինն եմ, մեկը Ապողոսինը։ Չէ՞ որ այսօր նույնն է։ Ոմանք ասում են այս պաշտոնն իմն է, մյուսներ ասում են, որ այս եկեղեցին ճիշտ է, մեկ ուրիշներն էլ կասեն, մենք չենք խառնվում։ Եվ եթե Պողոս Առաքյալը այսօր համարձակվեր գրել, գուցե մի քանիսը կասեին, դու ով ես, որ եկեղեցու դեմ ես դուրս եկել։ Բայց չմոռանանք, հենց նա էլ մի անգամ հանդիմանեց Պետրոս Առաքյալին, երբ Պետրոսն Անտիոք եկավ, դեմ առ դեմ հանդիմանեցի նրան, որովհետև նա մեղավոր էր։ Ու ոչ ոք չասաց, այդ ինչպես ես խոսում, դու չգիտես Պետրոս Առաքյալն ով է, բայց նույն Պողոսն է նաև գրել, եթե մեկն ընկնի, դուք որ հոգևոր եք, ուղղեք նրան հեզության հոգով։ Ուրեմն հանդիմանելը չի նշանակում դատել, իսկ ուղղելը չի նշանակում հանրայնացնել, որովհետև իսկական սերը ծածկում է բազմաթիվ մեղքեր։ Եթե Պողոսը այսօր գրեր մեր եկեղեցուն, ինչ էր ասելու։ Իսկ մենք ինչպես էինք արձագանքելու։ Կլսեինք նրան հեզությամբ, թե կասեինք ինչ ես դուրս եկել եկեղեցու դեմ, կամ դու չգիտես Պետրոսն ով է։ Եկեղեցին Աստծո տունն է, եւ այդ տան ներսի խնդիրները պետք է լուծվեն միայն ներսում։ Իսկ դու ինչ ես կարծում, Պողոս Առաքյալը ինչ նամակ կգրեր այսօր մեր եկեղեցուն։